Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը եւ Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Այսօր մարտի 8-ն է կանանց միջազգային տոնը, այն ոչ միայն գեղեցիկ տոն է, այլև հերթական առիթ վերաիմաստավորելու կանանց դերը մեր կյանքում եւ հասարակությունում։ Հայաստանում մարտի 8-ը նշանավորում է կանանց միամսյակի սկիզբը, որը շարունակվում է մինչեւ ապրիլի 7-ը, մայրության եւ գեղեցկության օրը։ Ադրբեջանում արդար դատ հնարավոր չէ իրականացնել։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահը, ֆրանսիացի 32 սենատորներ, ազգային ժողովի падգամավորներ եւ քաղաքապետներ հորդորել են անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարը հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 միլիոն դրամ արժողությամբ գույք, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Եվրոպան հայտարարել է մասշտաբային վերազինման մասին, արձագանքելով անդր-ատլանտյան հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի նոր մոտեցումներին, Բրյուսելում պայմանավորվել են $860 միլիարդ կազմող ծրագրի մեկնարկի մասին։ Վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 340 խաղաղ բնակիչ զոհվել է։ Զոհերի ճնշող մեծամասնությունը Սիրիայի բնակչության ավելի քան 10% կազմող ալավիների համայնքից են։ Սպանությունները կատարել են կառավարական զորքերը ու նրանց հետ գործակցող զինյալները։ Օրվա միջազգային անցուդարձը։ Veolia Group ընկերության կողմից մեկ տարվա աշխատանքներից հետո Կոտայքի մարզում Արզական Գյումուշ ջրատարի վրա կառուցվել է նոր հաճն փոքր հիդրոէլեկտրակայանը։ Այսօր առավոտյան 9:26-ին Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևել գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում 4-ից 6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում 2-ից 4 բալ ուժգնությամբ։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այս պայմաններությամբ արդեն 45 հետցնցում գրանցվել է, որոնցից ամենաուժեղը 3.2 մագնիտուդով Սպիտակից 9 կիլոմետր հյուսիս։ Հետցնցումը գրանցվել է եւ զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքներում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Տուժածներ չկան։ Այսօր մարտի 8-ն է կանանց միջազգային տոնը, այն ոչ միայն գեղեցիկ տոն է, այլև հերթական առիթ վերաիմաստավորելու կանանց դերը մեր կյանքում եւ հասարակությունում։ Հայաստանում մարտի 8-ը նշանավորվում է կանանց միամսյակի սկիզբը, որը շարունակվում է մինչև ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության օրը, ընդգծելով սիրո, հարգանքի եւ շնորհակալության անսպառ զգացմունքները կանանց նկատմամբ։ Կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է։ Կանանց ներգրավվածությունը պետական կառավարման եւ այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է տղամարդկանց համար։ Մարտի 8-ին ամբողջ աշխարհում նշվում է կանանց միջազգային օրը։ Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է։ Մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով եւ տոնական տրամադրությամբ։ Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաեւ նրանով, որ կանայք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են ու հետեւաբար կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է։ Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է։ Մարտի 8-ը պետք է նաեւ հանրային համերաշխության օր լինի եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին։ Սեռային մրցակցության կամ պայքարի կամ երակայության մշակույթը հին է եւ անկենսունակ։ Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումը ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է։ Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս շնորհավորական ուղերձ է հղել, նշելով. Այսօրը լավ հնարավորություն է արտահայտելու մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը ձեր հանդեպ, նվիրվածության, անսպառուժի ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար։ Ձեր օրեցօր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական քաղաքական կյանքի այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է մեզ տղամարդկանց համար։ Խոնարհումս եւ հարգանքի խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Սիրելի կանայք, մաղթում եմ ձեզ ջերմություն, երջանկություն եւ անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում։ Մարտի 8-ը տոն է, որը ոչ միայն գեղեցիկ շնորհավորանքների եւ ծաղիկների օր է, այլև պատմականորեն կապված է կանանց պայքարի իրավունքի եւ ազատության համար իրականացված կարևոր շարժումների հետ։ Հայաստանում մարտի 8-ի տոնակատարությունը շարունակվում է մինչև ապրիլի 7-ը, մայրության եւ գեղեցկության օրը։ Այս ամբողջ ամիսը նվիրվում է կանանց, ընդգծելով նրանց դերակատարությունը հասարակության մեջ։ Սակայն շատ կանայք եւ ակտիվիստներ նշում են, որ այս մեկ ամսվա ուշադրությունը հաճախ չի բավարարում լուծելու առօրյա խնդիրները, որոնց կանայք բախվում են ամբողջ տարվա ընթացքում։
կյանքում։ Այդ իսկ պատճառով վերջին տարիներին մարտի 8-ը դարձել է ոչ միայն տոն, այլև կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումների ու քննարկումների առիթ։ Ակտիվիստները բարձրացնում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գենդերային անհավասարությունը, ընտանեկան բռնությունը, կանանց մասնակցությունը քաղաքական եւ տնտեսական կյանքում։ Կազմակերպվում են սեմինարներ, ցուցահանդեսներ եւ ֆորումներ, որտեղ կանայք կարող են արտահայտել իրենց տեսակետները եւ ստանալ աջակցություն։ Ի սկզբանե կանանց միջազգային օրը նշանավորվել է ոչ թե միայն որպես տոնական օր, այլ որպես պայքարի եւ բողոքի օր, ուներ կոնկրետ քաղաքական եւ սոցիալական ուղերձ, ուղղված աշխատանքի պայմանների բարելավմանը, սեռական հավասարության հաստատմանը եւ կանանց հասարակական դերի բարձրացմանը։ Շատ երկրներում կանայք մինչև օրս կազմակերպում են ցույցեր եւ միջոցառումներ, բարձրաձայնելով իրենց պահանջները։ Տոնական միջոցառումները տարբեր երկրներում ունեն տարբեր ձևեր։ Որոշ երկրներում այն ավելի շատ սիրո եւ շնորհակալության օր է, որտեղ կանանց նվիրում են ծաղիկներ եւ նվերներ, իսկ մյուս երկրներում սոցիալական ակտիվության եւ բողոքի օր, կանանց իրավունքների, հավասարության եւ ֆեմինիստական շարժումների թեմաներով, բայց լինում է նաեւ երկուսը միասին։ Ամեն դեպքում կարևոր է հիշել, որ կանանց միջազգային օրը պարզապես շնորհավորանքների օր չէ։ Մարտի 8-ն ու կանանց միամսյակը հիշեցնում են, որ կանանց ուժն ու ձայնը պետք է լսվեն ոչ միայն տոների ժամանակ, այլև ամեն օր։ Հասարակության բոլոր ոլորտներում, որովհետև ինչպես հայտնի երգն է հուշում, սա տղամարդկանց աշխարհ է, բայց ոչինչ գոյություն չեր ունենա առանց կնոջ։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում կրկին անդրադարձել ենք օրվա խորհրդին եւ զրուցել ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարի երեկո Տիկին Հակոբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Հակոբյան, նախ թույլ տվեք շնորհավորեմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, մաղթելով միմիայն լավագույնը։ Այսօրվա մեր հարցազրույցը մի փոքր տարբերվելու է մյուս շաբաթվա հարցազրույցներից, քանի որ որպես կանոն շաբաթն ենք ամփոփում քաղաքական, արտաքին քաղաքականություն եւ բարդ թեմաներ, բայց որոշել ենք այս գեղեցիկ տոնական օրը խոսենք ավելի թեթև, ավելի հետաքրքիր մեր հասարակության եւ լայն շերտերի համար հետաքրքրական թեմաների մասին։ Եվ առաջին հարցը հետեւյալն է. ինչպես է սկսվում հայ կնոջ օրենսդիր մարմնում աշխատող կնոջ առօրյան։ Թույլ տվեք ես էլ շնորհավորեմ նախ մեր կանանց աղջիկներին այս գեղեցիկ օրվա եւ ընդունված ասել մեկամսյակի կապակցությամբ, պատասխանելով ձեր հարցին, որ ուզում եմ համեմատել, հա, երևի տարբերություն տղամարդկանց, ովքեր ենթադրենք փողկապն են ուղում, հա, ենթադրենք նիստից առաջ, կանայք կարող են շրթներ կթարմացնել եւ շատ չափազանցված են այն պատկերացումները, որ կանանց այս դեպքում, հա, մասնագիտական գործունեության ընթացքում կանանց առօրյան կամ գործունեությունը կարող է տարբերվել տղամարդկանցից։ Իրականում մենք մասնագիտական նույն գործունեությունն ենք կատարում, ունենք նույն հնարավորությունները եւ պետք է որ իրականում էլ ինչպես մեր սահմանադրությամբ է, չտարբերվի մեր այս առումով գործունեությունը։ Այդուամենայնիվ, բացի շրթներքը եւ տեսքը ավելի պատշաճ բերելու, ինչով է սկսվում, ինչով է սկսվում հայ падգամավորի, կին падգամավորի գործը։ Ընդհանրապես կարող ենք падգամավորի գործունեությունից խոսել, որը բնորոշ է եւ կանանց եւ տղամարդկանց, բայց բնականաբար նախ ընկերներին ենք տեսնում, գործընկերների հետ ենք զրուցում, աշխատանքային քննարկումներ ենք ունենում, որոշակի նյութերին ենք ծանոթանում, հնարավոր է որոշակի, հա, պատճենահանելու նյութեր ունենանք, պատրաստվում ենք եւ արդեն մնացածը թափանցիկ տեսնում են, արդեն մեր հեռուստադիտողները հնարավորություն են մեզ on-line արդեն տեսնելու ինչ ենք անում առօրյա։ Տիկին Հակոբյան, տեսեք, մեր հանրության լայն շերտերի մոտ ընդունված է ասել, որ այ падգամավորի գործը, բարդ գործը, իրականում բարդ գործ է, պատասխանատու գործ է, բայց դա հատկապես տղամարդիկ պետք է դրանով զբաղվեն։ Կանանց գործը չէ, դա կանայք պետք է ուսուցիչներ լինեն, մանկավարժներ լինեն, բժիշկներ լինեն, բուժքույր եւ այլն։ Բայց փաստորեն ոչ, կինը կարող լինի գեղեցիկ, ինչպես դուք եք իդեր, եւ կարող լինի խելացի եւ կարող լինի նաեւ տղամարդկանց հետ հավասար այդ ծանր բեռը իր ուսերին տանի։ Այս մասով այդ կարծրատիպը ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, ինչպես ասացի, սահմանադրությամբ, օրենսդրությամբ ամեն ինչ ճիշտ է, ոչ մի խնդիր չկա։ Կան հավասար հնարավորություններ եւ
հավասարություն գենդերային, դեռ մի բան էլ կան առավելություններ, հա, եթե գենդերը խախտված է, ենթադրենք քվոտավորումներ, տարբեր ինչպես օրինակ ազգային ժողովում, հա, մի գենդերը պետք է 30%-ից պակաս չլինի։ Սա ընդունված է ասել կանանց քվոտա, որովհետև մշտապես խախտված է եղել իօքուտ տղամարդկանց գենդերը, այսինքն ինչպես ասացիք ընդունված է, որ դա տղամարդկանց գործն է։ Սակայն հենց այդ քվոտավորումը, հա, դեռևս, հա, իրեն արդարացրած միակ գործիքն է, որով աջակցվում է կանանց ներգրավվածությունը, իսկ ինչու է սրա անհրաժեշտությունը եղել, որովհետև մենք գիտենք մեր մենթալիտետն էլ է պատճառը, վերաբերմունքը, հա, մշտապես այդ հավասար հնարավորությունները իրականում չեն եղել եւ շատ կանայք միգուցե իրենց երազանքներին չեն հասել, որովհետեւ ոչ միայն շրջապատը չի հավատացել, որ հնարավոր է, որ այո, կինն էլ հաջողության հասնի տարբեր այսպես ընդունված ասել տղամարդկանց, հա, մասնագիտություններում, որ կարող է ինքն էլ հասնել, ոչ միայն շրջապատը չի հավատացել, այլ հենց կինը չի հավատացել, որ ինքը կարող է, եւ այս առումով ես ուզում եմ այս առիթն էլ, հա, օգտագործենք եւ կանանց դիմենք եւ ասենք, որ իրականում իրենք ունեն իրականում հավասար հնարավորություններ եւ պետությունն էլ, հա, աջակցում է տարբեր ծրագրերով եւ մենք ունենք նաեւ շատ լավ օրինակներ այդ տղամարդկանց մասնագիտություն համարվող, հա, տարբեր թե պաշտոններում, թե մասնագիտություններում այժմ շատ ներգրաված են կանայք, ենթադրենք ոստիկանություն այսօր կարող ենք տեսնել կին ծառայողներ, ուժային այո կառույցներում։ Մեր ներքին գործերի նախարարն է, կին օրինակ, հա, մենք ունենք քվոտավորման 30% պարտադիր, բայց այժմ արդեն շուրջ 35% մեր падգամավորներից կանայք են, մեր օրինակ գլխավոր դատախազն է կին եւ այլն։ Եվ սա լավ օրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւ այո, եւ սա լավ օրինակ է, որ իրականում չկան խոչընդոտներ եւ իրենք հավատան մեր կանայք, որ իրենք էլ կարող են, եթե ինչ որ մի կին կարող է, իրենք էլ կարող են եւ իրականում սա միայն Հայաստանի համար չէ, հա, այս խնդիրները գենդերային ես շատ եմ, հա, հանդիպում եւ երբեմն անգամ մեր շատ գործընկերներ մեզ այսպես ասած օրինակ եմ բերում, հա, իրանց մոտ չկա այդքան կին պաշտոնյա, ինչպես Հայաստանում է, սակայն այո, ներքին լսարանի համար, ներքին, հա, քննարկումների համար երբեմն հասարակության շրջանում կան թիրախավորումներ եւ ենթադրենք հենց նույն մեր, հա, կին նախարարների եւ այլ, հա, նշանակումները այտենց հարցեր էին առաջացնում, որ այ կնոջն եք վստահում, իսկ եթե կինը նաև երիտասարդ է, դա կրկնակի, հա, քննադատման, հա, առիթ է դառնում, սակայն մի կողմ դնենք այս աջակցությունը, բայց նաև կանայք պետք է մյուս ծայրահեղության գիրկն էլ չընկնեն եւ իրենց կին լինելու հանգամանքով պայմանավորված, այսպես արդեն գենդերային, հա, առավելություններ ակնկալեն եւ մեր թե նշանակումները, հա, թե ենթադրենք, հա, ցուցակներում կանանց ներգրավվածությունը ապահովելը, սրանք հենց գենդերով պայմանավորված չեն, այլ իրականում պրոֆեսիոնալիզմի հիմքով են, որովհետև օրինակ, հա, այդ դեպքերում չի դիտարկվել, որ անպայման կին լինի, այլ մասնագիտական որակներ եւ եթե այո, կինը այս դեպքում ունի առավելություն իր տղամարդ գոլեգայի հանդեպ, ուրեմն պետք է նախապատվությունը տալ կնոջը եւ նաեւ կանայք էլ պետք է ընթացքում իրենց գործունեության ժամանակ չօգտագործեն այդ իրենց կին լինելու հանգամանքը եւ ասեն օրինակ այդպես բան կա, չէ, կինը թույլ է, կինը չի կարող երկար աշխատել եւ տղամարդկանց հանդեպ ունենան առավելություններ, ոչ դեռ մի բան էլ ես ձեզ ասեմ, կանայք երբեմն պետք է ստիպված են եւ ներքին դա որոշում է, կարծում եմ, որ կանայք երբեմն ավելին են անում, որպեսզի նաեւ ապացուցեն այդ կարծրատիպերը, հա, որ այդ առավելությունից օգտվելով ես դու հասել օրինակ տվյալ տեղում եւ այլն։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, տեսեք, հարցը մի փոքր սադրիչ է, բայց ուզում եմ այս հարցը տալ, որովհետեւ մեր հեռուստատիտողները, մեր քաղաքացիները սիրում են իշխանության թեմաներ, մի փոքր անդրադառնանք նաեւ այդ թեմաներին։
Այ անկեղծ խնդրում եմ պատասխանեք, ավելի հեշտ է կին քաղաքական գործիչների հետ աշխատել, թե տղամարդ քաղաքական գործիչների հետ։ Դա բավականին հետաքրքիր է բոլորիս։ Ես օրինակ իմ ֆրակցիայի մասին խոսեմ, հա։ Իմ գործընկերների մեջ, տղամարդկանց մեջ ես անկեղծ ասած, ես տարբերություն չեմ զգում, որովհետև մենք ունենք շատ գենդերազգայուն, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ, իմ գոլեգաները իրական մենք չենք նման խնդիրների երբևէ չենք բախվել, իմ գոլեգաները տղամարդկանց հետ առնչվելիս եւ օրինակ ինձ շատ կոմֆորտ է աշխատել իմ գործընկերների հետ, իմ նախարար գործընկերների հետ, վարչապետը, ինչպես գիտեք, հա, երևի ամենագենդերազգայուն անձնավորությունն է իմ ճանաչած եւ ես ոչ մի խնդիր իրականում չեմ տեսել, բայց ես դա զգացել եմ օրինակ շատ քաղաքացիների արձագանքներից, այ երբեմն հնարավոր է օրինակ, չգիտեմ, ինչ որ նյութի հրապարակած կամ հա հարցազրույցի եւ այլնի տակ դուք էլ հաստատ հանդիպած կլինեք, ենթադրենք դուք էլ հրապարակումներ եք անում, հա, որ կանանց թիրախավորում են հենց օրինակ կին լինելու հանգամանքով, որ հա հայտնվել այստեղ որովհետեւ ու շարունակեմ ինչ պատճառներ կարող են բերել եւ իհարկե սրան ուղղակի սովորում է ժամանակի ընթացքում, բայց սա չի կարող հա, բնականաբար հաճելի լինել, ժամանակի ընթացքում սովորում ես ուղղակի չնկատել նման բաները եւ բայց ավելի ցավալի է, երբ որ օրինակ կանանց կողմից ես տեսնում նման արձագանք, որովհետեւ Տենց մի հատ խոսք կա, ասում են դժոխքում տեղ կա հատուկ այն կանանց համար, որոնք չեն աջակցում մյուս կանանց, այդպիսի խոսք կա եւ իրականում երևի առաջինը կանայք պետք է թե իրենց ուժերին հավատան, թե աջակցեն մյուս կանանց, որովհետև իրականում այդ աջակցության կարիքը մեր հասարակությունում կամ մեզ նման երկրներում ունեն կանայք պայմանավորված շատ հարցերով եւ այդ հարցերը այնքանով են իրական, որ մենք այսօր դրանց մասին խոսում ենք։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, անդրադառնանք միջազգային արենայում տեղի ունեցող իրադարձություններին, տեսնում եք մենք ինչ քաոտիկ ժամանակներ ենք ապրում, այո, ցավոք սրտի մարդու իրավունքների պաշտպանությունը ոտնահարվում է, գերտերությունները զենքի սպառնալիքի լեզվով, ով նավթ ունի, ով զենք ունի, նրանք են տիրում աշխարհին եւ թելադրում են իրենց խաղի կանոնները։ Այ եթե գերտերության ղեկավարները լինեին կանայք, այդպիսին կլիներ արդյոք։ Գուցե ավելի վատ լիներ կամ ավելի լավ լիներ։ Հատկապես վերջին պատերազմների այս հա ժամանակաշրջանում ասում են, որ եթե կանայք ղեկավարեին աշխարհը, միգուցե այսքան պատերազմներ չէին լինի եւ չեմ ուզում էլի ծայրահեղ կարծիքներ ասել, բայց մենք ունենք շատ լավ օրինակներ, հա, քաղաքական կին գործիչների, այո, գերակշռողը տղամարդիկ են եւ այո, փաստ է, որ կանանց ուրեմն ներգրավվածությունը օրինակ բանակցությունների ընթացքում սա շատ դրական է ազդում հենց բանակցությունների արդյունքի վրա, որտեվ այդպես է ստացվել, որ կանայք եւ տղամարդիկ իրերը այլ կերպ են, հա, տեսնում, միգուցե առաջինը այլ բան են կարևորում եւ ասում են, չէ, կինը նաեւ մայր է, ինչպես ասում են, եւ այլ հոգատարությամբ է վերաբերում հարցերին կամ իր ուշադրության շրջանում, այո, եւ իր ուշադրության կենտրոնում կարող է այլ կարևոր մանրուքներ լինել, որը օրինակ տղամարդկանց շատերի դեպքում այդպես չի կարող լինել, բայց հակառակի մասին կարող ենք շատ օրինակներ լսած լինել, ես մեծամասնության մասին ենք հա խոսում եւ այո նման կարծիք կա, որ եթե լինեն կանայք շատ ավելի ընդհանրապես կոնֆլիկտների կառավարման, մթնոլորտի, հա, մեջ բնականաբար շատ բան կփոխվի դեպի դրականը։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, կա կին լիդեր համաշխարհային արենայում, որին կցանկանայիք չասեմ նմանվել, բայց ինչ որ բաներ վերցնել, որոնք օրինակ են, որոնք չափանիշ են, որոնք օրինակ են հաջորդիվ սերունդների համար, հա, որ ինչու ոչ, նաև այդ կանանց կարելի է նմանվել իրենց օրինակով, իրենց արած աշխատանքով։ Ինչպես նախորդ մեկնաբանության ժամանակ էլ ասացի,
շատ կան, հա, միջազգային տարբեր ժամանակներում շատ հեղինակավոր կանայք, որոնք կարող են օրինակ լինել, հա, տարբեր բարեփոխումների, հա, այդ ռեֆորմ, իրենց հզորության, իրենց ազդեցության բերումով եւ պատմության մեջ թողած իրենց հետքով, բայց առանձին որպեսզի երկրների լիդերների չառանձնացնեմ, ես նաեւ հիմա հիշում եմ ինչպիսի տղամարդ գործիչներ կան, որոնց եւս ես կարող եմ շատ օրինակներ բերել եւ ուզում եմ նաեւ մենք մասնագիտական, հա, որակներ նշելիս չառանձնացնենք սեռով մարդկանց եւ երևի հավասարությունն էլ հենց սրա մասին է, այլ բովանդակությանը նայենք, ոչ թե ենթադրենք սեռով պայմանավորված, բայց այո, շատ կան կին գործիչներ, նաև ինչպես ասեցի տղամարդ գործիչներ, որոնց տարբեր, հա, առումներով իհարկե ուզում ենք վերցնել լավագույնը եւ կիրառել։ Շատ լավ, եւ վերջում ձեր բարեմաղթանքը մեր հասարակությանը, մեր ժողովրդին։ Երևի ամբողջ խոսքիս ընթացքում այն բարեմաղթանքների առանցքը, որը կուզեի հղել եւ այս ընթացքում եւ 10-15 րոպեվա ընթացքում մեր հետեւող հեռուստադիտողները եւ այդ մեսեջները արդեն իսկ ստացան, բայց ուզում եմ, որ մեր կանայք նախ գիտակցեն, որ իրենք գեղեցիկ են եւ ժպտալու շատ առիթներ ունենան եւ հավատան իրենց հնարավորություններին, սակայն ամեն ինչ անեն, որպեսզի իրենց սեռով պայմանավորված այդ առավելություններ, հա, որոնք կարող են իրենց կյանքի ընթացքում ընձեռվել, չվերագրվի միայն իրենց սեռին, որովհետև այսօր իրականում մի երևի տարբերություն է մնացել, կարող է ուղղակի տղամարդը ջենտլմենական քայլով դուր բացել քո առաջ, մնացած կանայք ինքնուրույն կարողանում են։ Բայց դա այդքան էլ լավ չի, տղամարդը պետք է իր վրա շատ մեծ պատասխանատվություն վերցնի, ցավոք նոր ժամանակներում։ Պետք է բոլոր քաղաքացիները իրենց պատասխանատվությունները, իրենց վրա, որը կարող է իրենց վերագրվել, բոլոր պատասխանատվությունները պատասխանատու կերպով իրականացնեն եւ շփվեն միմյանց հետ ոչ թե սեռով, տարիքով պայմանավորված, այլ մարդկային որակներով։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորեմ իդեմս ձեզ բոլոր հայկանց։ Շնորհակալ։ Շարունակում ենք թողարկումը եւ անդրադառնանք այլ թեմաների։ Ադրբեջանում արդար դատ հնարավոր չէ իրականացնել։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահը ֆրանսիացի 32 սենատորներ, ազգային ժողովի падգամավորներ եւ քաղաքապետներ հորդորել են անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանն էլ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, նախագահին ու մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին կոչ արել անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը։ Իսկ Բաքուն Երևանին մեղադրել է հայ գերիների դատավարության դեմ, այսպես ասած, քարոզչություն իրականացնելու համար։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։ Նա նշել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում նվաստացնում են, քանի որ նրանք լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ, դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Գևորգյանն իր ելույթում ընդգծել է, որ արցախահայերի իրենց պատմական հայրենի վերադառնալու իրավունքն անկատար է մնում, նաև Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող հայտարարակ դատավարությունների պատճառով։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը շեշտել է, որ Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում եւ անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունն ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150,000 հայերի իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման խնդիրների նկատմամբ։
նշել է Գևորգյանը։ Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան եւ լրատվամիջոցների գրասենյակներ, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի 4 գործակալություններ եւ այլն։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու եւ տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։ Դիմելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, նախագահին եւ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Գևորգյանը կոչ է արել անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ Ադրբեջանի հետ քննարկելու նրանց միջազգային պարտավորությունները եւ պարտադրելու, որ Բաքուն կատարի դրանք։ Այդ բռնապետական երկրում ընթացող շինծու դատավարությունը չի վրիպել նաեւ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուଆ Պուպոնի եւ եւս 32 ֆրանսիացի գործող սենատորների, ազգային ժողովի պատգամավորների եւ քաղաքապետների աչքից։ Նրանք համատեղ կոչով են հանդես եկել, որով էլ հորդորել են շուտապույտ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ 1988-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովուրդը դուրս եկավ փողոց, մղված ազատության երազանքով։ Այն ինչ սկսվեց որպես ցկտում, շուտով դարձավ նպատակ եւ չնայած հսկայական զողողություններին, ի վերջո հանգեցրեց ինքնիշխան Արցախի հանրապետության ստեղծմանը։ 37 տարի անց, 2025 թվականի փետրվարին, Բաքվում դատավարություններ են ընթանում Արցախի հանրապետության պատասխանատուների եւ քաղաքացիների դեմ։ Այս անձինք, որոնք իրենց նվիրաբերել են ժողովրդին ծառայելուն, այժմ բախվում են երևակայական հանցագործությունների մեղադրանքով շինծու դատավարությունների։ Նրանց կյանքը վտանգված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքվում մեղադրում են շինծու հանցագործությունների համար։ Նրանք զրկված են պատշաճ իրավական պաշտպանությունից եւ նրանց ներկայացված են մեղադրանքներ գրված անհասկանալի լեզվով առանց համապատասխան թարգմանչական ծառայությունների, նշել են պաշտոնյաները։ Հարկադրանքի վատ վերաբերմունքի եւ պատշաճ դատավարության խախտումների մասին հաղորդումներն ավելի են ընդգծում այս դատավարությունների անօրինականությունը։ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անունից կոչ են քանում ազգային կառավարություններին եւ եվրոպական կառույցներին ձեռնարկել շտապ եւ կոնկրետ քայլեր, պահանջելու Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների, այդ թվում Արցախի ղեկավարների ազատ արձակումը։ Ժամանակը սուղ է։ Մեր անգործությունն այսօր կարող է որոշիչ լինել այն մարդկանց ճակատագրի համար, որոնք իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ արդարության պաշտպանությանը։ Իսկ ահա պակիստանցի իրավապաշտպան 2016 թվականին Ավրորա մրցանակի հավակնորդներից Սաիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Հեշտ է հերվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Խնդրում եմ միացեք ինձ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք։ Չնայած հունվարի 17-ից ի վեր թե հայկական կողմը, թե միջազգային հանրությունն նահազանգում է Բաքվում բեմադրվող ֆարսի մասին, բայց այդ պետությունն անտեսում է բոլոր կոչերն ու շարունակում իր սև գործը։ Մարտի 6-ին Բաքվի դատարանում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն է արդեն ցուցմունք տվել։ Իսկ արդեն մարտի 7-ին Բաքվում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը։ Նրա գործը քննվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված, սակայն մինչև այս պահը ադրբեջանական լրատվամիջոցները դատավարությունից այլ մանրամասներ չեն հրապարակել։ Իսկ ահա Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանելով Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունը հայտարարել է, թե այս գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտ։ Ըստ Հաջիևի Երևանում այդ դատավարության դեմ, որն ընթանում է անկախ իրավապաշտպանների ու ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, քարոզչական արշավ է սկսվել, ինչը նա անվանել է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Բռնապետ Ալիևի խորհրդականը գրել է. Դատավարության դեմ անարգի քարոզչություն իրականացնելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է գործակցի, նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը, ընդունելու իր պատասխանատվությունը եւ հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ։ Այս դատական ֆարսին ավելի վաղ անդրադարձել էր նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը, որը հորդորել էր Ադրբեջանում պահվող հայ ազգի անձանց անհապաղ ազատ արձակել։ Նա շեշտել էր արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։ Ցավոք, միջազգային հանրության գործողությունները դեռևս սահմանափակվում են միայն հայտարարություններով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարը պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերը ուղարկվել են դատարան։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի $644,000 արժեքով հողամասը։ Դատարանը բավարարել է գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հերթական հայցը։ Այդ վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի եւ ԱՄ-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ։ Քրեական ոստիկանության ծառայողները տեղեկություն էին ստացել, որ պատրաստվում են Իրանից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ։ Արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, սրանով կանխելով 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ, ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրաված անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կրակոց Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդամղի չրացանով կատարված կրակոցի հետադարձի հետևանքով Ձախակնակապճի շրջանի Ծակած Վերք օտար մարմին ախտորոշմամբ Գավառ բժշկական կենտրոն է տեղափոխվել մարզի բնակիչ 14-ամյա S-ն։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դպրոցում ռազմագիտության դասաժամին նա կրակել է օդամղի չրացանից, որի կոտորակը հարվածել է պատին եւ հետ է անդրադարձել դիպչելով S-ի Ծախաչքի շրջանին պատճառելով մարմնական վնասվածք։ Գավառի նախկին ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք, համայնքին պատճառելով 27 միլիոն դրամի գույքային վնաս։ Մասնավորապես նա ավականու 8 անդամների եւ իր մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող ՍԴ-ի, ԲԲ-ի եւ ընկերության փորձագետ ԴՀ-ի օժանդակությամբ համայնքին պատկանող 29 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ բազմաբնակարան շենքը 2007 թվականին շուկայականից էական ցածր գնով 1 միլիոն 644 հազար 500 դրամով վաճառել է ԲԲ-ին, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 27 միլիոն 705 հազար 500 դրամի գույքային վնաս։ Հայտարարված աճուրդին մասնակցել են Գավառի նախկին ղեկավարի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող ՍԴ-ն եւ վերջինիս մորեղբոր որդին ԲԲ-ն, ով էլ փաստացի ձևական աճուրդում ճանաչվել է հաղթող։ Գավառի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վնասված գույքը հափշտակելուն, ավականու 8 անդամի նկատմամբ վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու, ընկերության փորձագետի նկատմամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիկներ, ձևաթղթեր կեղծելու կամ իրացնելու, իսկ գնորդի նկատմամբ վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու խարդախության եւ փողերի լվացման համար։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արմավիրի գյուղերից մեկում տղամարդն իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։ Ոստիկանները հայտնաբերել են տղամարդուն եւ բերման ենթարկել։ Փաստերի ճնշման տակ ամուսինը ԱՀ-ն խոստովանել է, որ խանդի հողի վրա 28-ամյա կնոջն իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով եւ սղոցով սպառնացել, շինարարական ներկը եւ սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել, կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ եւ այրվածքներ։ Տղամարդը կալանավորվել է։ Նախկինում կինը չէր բողոքել ընտանեկան բռնություն։ Եվրոպան հայտարարել է մասշտաբային վերազինման մասին եւ արձագանքելով անդրատլանտյան հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի նոր մոտեցումներին, Բրյուսելում պայմանավորվել են $860 միլիարդ կազմող ծրագրի մեկնարկի մասին։ Եվրոպան փորձում է ամրապնդել իր պաշտպանունակությունը հատկապես Վաշինգտոնից հնչող այն հայտարարությունների ֆոնին, թե եվրոպական անվտանգությունը այլևս ԱՄՆ առաջնահերթությունը չէ։ Պաշտպանական ոլորտի եվրոպական ընկերությունների բաժնետոմսերը նախորդ շաբաթներին երկնիշ աճ են գրանցել, նման կերպ որոշակիորեն մեղմելով միջազգային շուկաներում ի հայտ եկած լարվածությունը, փաստորեն սկիզբ առած առևտրային պատերազմների պատճառով։ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ուկրաինա, Ռուսաստան գծում նախորդ շաբաթներին տեղի ունեցած հայտնի զարգացումների ֆոնին Բրյուսելը փորձում է ամրապնդել իր պաշտպանողականությունը ու հատկապես Վաշինգտոնից հնչող այն հայտարարությունների ֆոնին, թե եվրոպական անվտանգությունն այլևս ԱՄՆ առաջնահերթությունը չէ։ Ֆոնդային շուկան հասկացել է, որ Եվրոպան ավելի ինքնուրույն է դառնում եւ պետք է համապատասխանաբար պաշտպանի իրեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տևական ժամանակ է ինչ կոչ է անում Եվրոպային ավելի շատ ծախսել սեփական պաշտպանության ուղղությամբ, պնդելով, թե Վաշինգտոնն այլևս չպետք է վճարի եվրոպական անվտանգության ապահովման համար։ Հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկիի հետ միասին քննարկել են $860 միլիարդ արժողությամբ վերազինել Եվրոպան մասշտաբային ծրագիրը, որը ֆինանսավորվելու է Եվրամիության թողարկած պարտատոմսերով։ Փողը ավելի քիչ խնդիր է, քան խնդրի լուծումը։ Տեսանք COVID-ից հետո, որ Եվրոպան եւ Եվրամիությունը արագորեն կարողացան մոբիլիզացնել 100 միլիարդավոր եվրոներ։ Եվրամիության անդամ երկրները առանձին նույնպես մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը։ Ֆրիդրիխ Մերցը, ով ըստամենայնի կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը, խոստացել է մեղմել երկրում գործող փոխառությունների խիստ կանոնները։ Այստեղ ցանկանում եմ շատ հստակ լինել, անել ինչ էլ պահանջվի, մոտեցումն անհրաժեշտ է կիրառել նաև մեր պաշտպանության համար, հաշվի առնելով մեր ազատությանը եւ մեր մայրցամաքում խաղաղությանը սպառնացող վտանգները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը սառեցնել Ուկրաինա առաքվող ռազմական օգնությունը միայն ամրապնդեց Եվրոպայի մտադրությունը զարգացնել սեփական ռազմական կարողությունները։ Կարևորը, որ մեր ծախսած գումարները մնան Եվրոպայում, չպետք է այդ գումարով գնենք ամերիկյան ռազմական համակարգեր։ Զուգահեռաբար Եվրոպայի ղեկավարները խոստացել են շարունակել աջակցությունը Ուկրաինային։ Գլխավոր հարցն անշուշտ հետևյալն է. ունակ է Եվրոպան ինքնուրույն վերազինվել եւ շարունակել սպառազինության մատակարարումները Ուկրաինային։ Մի գիշերվա ընթացքում հնարավոր չէ կառուցել ռազմաարդյունաբերական համալիր։ Հայտնի է եվրոպական ոչ բոլոր երկրներն են կողմ Կիևին ցուցաբերվող օգնությանը, Հունգարիան եւ Սլովակիան դեմ են արտահայտվել Ուկրաինային աջակցություն հատկացնելուն։ Պատերազմի շարունակումը սխալ է եւ վտանգավոր։ Այս ամենի առողջությամբ արկա է նաև երրորդ կարծիք Բրյուսելում շենքի դիմաց, ուր ընթանում էր Եվրոպայի առաջնորդների հանդիպումը, ցուցարարները եվրոպական իշխանություններից պահանջում էին բռնագրավել մայրցամաքի բանկերում սառեցված եւ մոտ $200 միլիարդ կազմող ռուսական պետական ակտիվները, այդ գումարներն ուղղելով Ուկրաինայի պաշտպանությանը։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Եվ կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Շարունակում ենք թողարկումը, վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Զոհերի ճնշող մեծամասնությունը Սիրիայի բնակչության ավելի քան 10% կազմող ալավիների համայնքից են։ Սպանությունները կատարել են կառավարական զորքերն ու նրանց հետ գործակցող զինյալները։ Սիրիայում հազարավոր ալավիներ պատսպարվել են ռուսական ռազմաբազայի տարածքում, որպեսզի փրկվեն ցեղասպանվելուց։ Երկրի նոր իշխանությունն էլ հայտնել է, որ հարձակումները առաջին իրականացրել են նախկին նախագահ Ասադի կողմնակիցները։ Ի դեպ Սիրիայի նոր իշխանությունների ենթակայությամբ գործող անվտանգության ուժերը փակել են դեպի ափամերձ Տարտուս եւ Լաթաքիա նահանգներ տանող ճանապարհները, կանխարգելելու հնարավոր հանցագործությունները տեղում եւ կայունացնելու իրավիճակը նշված տարածաշրջանում։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում զոհվել է 2 հայ եւ որդի։ Միջազգային նորություններն էլ տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային։ Լրագրողի հարցին արդյոք նա դեռ հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս հայտարարում է, որ ցանկանում է խաղաղություն, Թրամփը պատասխանել է. «Այո, ես հավատում եմ նրան, կարծում եմ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»։ Սակայն Թրամփն ընդգծել է, որ Ռուսաստանը այս պահին շարունակում է ռմբակոծել Ուկրաինան, ինչն էլ բարդացնում է իրավիճակը։ Անկեղծ ասած, ինձ համար ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ, նրանք հաղթաթղթեր չունեն, մենք հաջորդ շաբաթ հանդիպում ենք Սաուդյան Արաբիայում, որտեղ կքննարկենք վերջնական կարգավորման տարբերակները։ Գուցե դրանից հետո ավելի հեշտ լինի գործ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ նրանք այժմ ունեն բոլոր հաղթաթղթերն, ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վարչակազմը շարունակում է փորձել օգնել Ուկրաինային, բայց նաև ակնկալում է, որ Կիևը պետք է հավաքի իրեն եւ կատարի իր աշխատանքը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ երեկվա զրույցում ասել է, որ նախագահ Թրամփը վճռական է հնարավորինս շուտ վերջ տալու ուկրաինական պատերազմը, փոխանցում է պետդեպարտամենտը։ Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն կայուն խաղաղություն ապահովելու համար, ասված է հեռախոսազրույցից հետո հայտարարության մեջ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ զրույցի մասին ասել էր, որ քննարկել են Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի եւ ԱՄՆ պատվիրակությունների առաջիկա հանդիպումը։ Ուկրաինայի զինված ուժերը ֆրանսիական Mirage 2000 կործանիչները, որոնք մեկ ամիս առաջ էին բերվել Ուկրաինա, առաջին անգամ օգտագործել է օդային տագնապի արձագանքման ժամանակ։ Փետրվարի 6-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել էր, որ ֆրանսիական առաջին Mirage 2000 ինքնաթիռերը հասել են Ուկրաինա։ Նա չի ստակեցրել, թե Փարիզն ընդհանուր առմամբ քանի կործանիչ է նախատեսում մատակարարել, սակայն ԶԼՄ-ների տվյալներով խոսքը 6 ինքնաթիռի մասին է։ Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլան, որը մեղադրվում է Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորմանն աջակցելու եւ Մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրաված լինելու համար։ Նշվում է, որ Շարիֆուլան ձերբակալվել է Պակիստանում եւ տեղափոխվել է Վիրջինիա, որտեղ կանգնելու է դատարանի առաջ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ զրույցում նա խոստովանել է, որ զենքի տիրապետում է սովորեցրել հարձակման 4 մասնակիցներից 2-ին։ Հետաքննության վարկածով նա Իսլամական պետություն Վիլայաթ Խորասան մասնաճյուղի հանձնարարությամբ պատրաստել է ահաբեկչական գործողությունների մասնակիցներին։ Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում 3 երթեր հանրահավաքներ են անցկացվել երկրում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր 100 օրվա կապակցությամբ։ Երեկվա ակցիաների կարգախոսներ մինչև վերջ ցուցարարների հիմնական պահանջը արդեն 3 ամիս մնում է անփոփոխ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նրանք կոչ են անում նաև ազատ արձակել իրենց մոտ 50 համախոհներին, որոնց դեմ քրեական գործեր են սկսել շարունակվող բողոքի ակցիաների համատեքստում։ Ցուցարարները երթ են անցկացրել դեպի Վրաստանի խորհրդարան, որտեղ կրկին փակվել է Ռուսթավելի պողոտան։ Եմենի եւ Ջիբութիի ջրերում Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող 4 նավ է շրջվել, որի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, եւս 186-ը անհետ կորել են։ Նշվում է, որ ուժեղ քամիների պատճառով եւս 2 նավակ շրջվել է Ջիբութիի մոտ, ներգաղթյալների 2 մարմին է հայտնաբերվել, իսկ մյուսները փրկվել են։ Արևելյան Աֆրիկայից եւ Աֆրիկայի եղջյուրից Եմեն տանող ներգաղթի ճանապարհը մնում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը։ Չնայած Եմենում շարունակվող հակամարտություններին եւ պայմանների վատ թարացմանը, ամեն տարի հազարավոր մարդիկ փորձում են հատել այս երթուղին աշխատանք գտնելու նպատակով։ Veolia Group ընկերության կողմից 1 տարվա աշխատանքներից հետո Կոտայքի մարզում արձական Գյումուշ ջրատարի վրա կառուցվել է նոր հաճան փոքր հիդրոէլեկտրակայանը, որի արտադրած էլեկտրաէներգիան կուղղվի ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարմանը։
Կոտայքի մարզում Veolia ջուր ընկերության կառուցած նոր հաճն փոքր հիդրոէլեկտրակայանն է բացվում, որի համար ընկերությունը ներդրել է 376.6 միլիոն դրամ։ Եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած 220 կՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայանը տարեկան պետք է արտադրի 1.925 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա։ Հեկը աշխատում է 200 կՎտ հզորությամբ, ինքը շատ ճկուն համակարգով է աշխատում, ունի մոտ 2 պարճնշում, անջատվելու տատանումների ժամանակ ինքը ավտոմատացված համակարգով ամբողջությամբ կատարվում, մարդկային միջամտություն կարելի ասել հասցված է 0-ի։ Սարքավորումները եվրոպական արտադրության են, իրանց օգեգեները շատ բարձր են, աշխատում են, ելի նշեմ, շատ ճկուն համակարգով, կառավարվում են, ինքնակառավարմամբ են աշխատում, այդպես ասեմ։ Փոքր հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան կօգտագործվի Veolia ջուր ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարման համար, իսկ հետագայում էլեկտրակայանը սեփականության իրավունքով կհանձնվի Հայաստանի կառավարությանը, իդեմս ջրային կոմիտեի։ Veolia-ն Հայաստանի Հանրապետությունում չի հանդիսանում որևէ ենթակառուցվածքի սեփականատեր, հանդիսանում է որպես շահագործող ընկերություն մայր պայմանագրով եւ այս դեպքում գույքի սեփականատերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը իդեմս ջրային կոմիտեի եւ այս ենթակառուցվածքը որ ստեղծվել է, այո, վերջին հաշվով սա հանդիսանում է պետության սեփականությունը։ Հեռանկարային այս ծրագիրը կյանքի կոչելու մասին Veolia Group-ը հայտնել էր դեռևս 2020 թվականին, նշելով, որ նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ըստ այդմ ներդրումներ կատարել նաեւ էներգետիկայի բնագավառում։ Այդ նպատակի իրագործման համար բացառիկ օգտագործման իրավունքով իրեն հանձնված եւ իր կողմից շահագործվող ջրային համակարգերի վրա ընկերությունը նախատեսում էր կառուցել փոքր հիդրոէլեկտրակայաններ եւ արևային կայաններ, ինչն իհարկե արժանացավ Հայաստանի կառավարության հավանությանը։ Այս ծրագրի շրջանակներում 2023 եւ 2024 թվականների ընթացքում ներդնելով 395 միլիոն 303.501 դրամ, ընկերությունն իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի կամ դրանց սանիտարական գոտիներում կառուցեց եւ շահագործեց 7 արևային էլեկտրակայան, որոնք 2024 թվականին արտադրել են 1.570.548 կՎտ էլեկտրաէներգիա։ Էժան էլեկտրաէներգիայի աղբյուրը կբերի ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու հնարավորության, որը որ դրական կազդի խմելու ջրի սակագնի վրա։ Այս կայանը կոնկրետ 220 կՎտ հզորությամբ կայան է, մեծ հզորություն չի ինքը մեծ էներգետիկայի համար, բայց Veolia-ի համար զգալի հզորություն է եւ տարեկան մոտ 1.9 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա է արտադրելու։ Ընկերությունը սրանով ոչ թե բիզնես նպատակ է հետապնդում, այլ էներգետիկ դաշտի ազատականացման արդյունքում նպատակ ունի էլեկտրակայանների միջոցով արտադրված էներգիան օգտագործել սեփական կարիքների համար, որն էլ կօգնի հնարավորինս զսպել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի էներգետիկ ծախսերը։ Շուկայի ազատականացմամբ մենք ստեղծեցինք հետեւյալ վիճակը, որ մեկ գնորդ, մեկ վաճառող մոդելը վերացրեցինք, ներմուծեցինք մատակարարների եւ որակավորված սպառողների ինստիտուտը, այսինքն այս ինստիտուտի ներմուծմամբ խոշոր սպառողները կարող են դուրս գալ շուկա, այլևս չհանդիսանալ Հայաստան էլեկտրական ցանցերի բաժանորդ եւ հանդես գալ ենթադրենք որպես որակավորված սպառող, ինչը որ արեց Veolia ընկերությունը, ներկա պահին ինքը շուկայում հանդես է գալիս որպես որակավորված սպառող։ Veolia Group-ը Հայաստանում շարունակելու է բնապահպանական եւ վերականգնվող էներգիայի ուղղությամբ իր ծախսերը։ Այս պահին ընկերությունն արդեն մշակում է հաջորդ փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծը, որի կառուցման աշխատանքները նախատեսվում են ընթացիկ տարում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այս ժամի համար վերջում կարող եք ծանոթանալ նաև եղանակի տեսությանը։ Ցտեսություն։